Վերադարձանք տաղավար ու հիմա մի շատ կարևոր նաև ծրագրի ենք անդրադառնալու նախագծի, որի մասին արդեն ենք ունենալու առաջին անգամ մեր տաղավարում խոսելու, որովհետև չգիտես ինչի այդպես է ստացվել, չենք ունեցի առիթ, բայց կարևորը առաջինը արդեն իսկ կարող ենք ունենալ, վստահ եմ սա առաջին ու վերջինը չէ, մենք շարունակական ենք խոսելու այս կարևոր թեմաների մասին։ Խոսքը հայ-արմենիա հասարակական կազմակերպության մասին է, բայց ոչ միայն, իրականում այստեղից մեր զրույցը կսկսենք, բայց կանդրադառնանք ամենակարևորին ընթացքում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Այն կարևոր ծրագրին, որը վաղուց մեկնարկել եւ դեռ շարունակվում է ավելի լավը դառնալ, որպեսզի դուք էլ գաք Հայաստան կամ հենց տեղում բացահայտենք միասին մեր երկրի չքնաղ բնաշխար ու հիանալի մարդկանց, իհարկե դա կարող ենք անել, եթե ծանոթանանք նախագծին, իսկ մեր տաղավարում է Հայ-Արմենիայի գործադիր տնօրեն Շահանե Հալաջյանը, ողջույն։ Բարի լույս։ Շնորհակալ ենք անչափ, որ մեր տաղավարում եք եւ ինչպես Ռուբենը նշեց, խոսելու ենք այս շատ կարևոր ու շատ գեղեցիկ նախագծի մասին։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սիրով, սկսենք Հայ-Արմենիայի մասին, հասարակական կազմակերպություն, որը 2018 թվականին է ծնվել, բայց բավականին հետաքրքիր ճանապարհ է անցել։ Մի փոքր պատմենք հասարակական կազմակերպության մասին, հետո արդեն անդրադառնանք կարևոր թեմային։ Սիրով, Հայ-Արմենիան Հովնանյան հիմնադրամի կողմից կառուցված հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է արահետաշինությամբ, արահետների բարեկարգմամբ եւ հնարավորություն տալիս զբոսաշրջիկներին Հայաստանը ճանաչելու իր բնաշխարհով, իր մարզերով եւ իր ամբողջ կենսաբազմազանությամբ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց բնական լանդշաֆտները շատ բազմազան են։ Մենք կարող ենք շատ կարճ ժամանակում անտառային գոտուց անցնել Տափաստանի, անցնել լեռնային, մերձլեռնային գոտիների եւ այլն։ Մենք ունենք շատ հետաքրքիր էնդեմիկ աշխարհ բեզոարյան այծերով, ուրեմն մուֆլոններով եւ այլն, թռչուններով, որոնց կարելի է թռչնադիտարկել, հա, բայց հետաքրքիրը որ շեշտը միշտ չէ որ դրված է եղել հենց արկածային туриզմի վրա կամ ակտիվ туриզմի վրա եւ մենք ստեղծվել ենք հենց դրա համար եւ կառուցելով արահետներ միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչը նշանակում է որ բոլոր արահետները գծանշվում են, կառուցվում են այնպիսի թեքություններով, որոնք հասանելի լինեն արշավորդների համար, անվտանգ լինեն, այդ գործով ենք սկսել զբաղվել դեռ 2018 թվականից եւ ստեղծել ենք նաեւ հարթակներ թվային, կայք եւ հավելված, ինչպես նաեւ հենց ֆիզիկական ինֆորմացիոն կենտրոն Երևանի կենտրոնում, որ հնարավոր են դարձում ցանկացած տեսակի ինֆորմացիա արշավների մասին ստանալ անվճար հեռախոսի միջոցով, հավելվածով մարդիկ կարող են անվտանգ գնալ եւ քայլել արահետներով, մեծ տեղեկացնել։ Հայ-Արմենիա հավելվածով։ Հայ-Արմենիա հավելվածով։ Եվ իրականում մեզ մոտ գալիս են շատ տարբեր երկրներից, տասնյակ երկրներից արշավականներ, գալիս են մնալու սկսած մի քանի օրից մինչև շաբաթներ, քայլում են ամբողջ Հայաստանով եւ այդպիսով կարող ենք ասել, որ մեր առաջնային նպատակը որպես կազմակերպություն Հայաստանը որպես քայլարշավային ուղղություն հանրահռչակելն է ամբողջ աշխարհով։ Մենք րոպեներ առաջ խոսում էինք տնտեսության զարգացման մասին եւ հատկապես անդրադարձանք բնաշխարհին, կենսաբազմազանությանը ու թեման կարծես շարունակվում է, հիմա էլ պիտի բնաշխարհին ու այդ կենսաբազմազանությանը առողջ ապրելակերպը միանա, որովհետեւ քայլարշավները շատ մարդկանց համար նաեւ առողջ ապրելակերպի մի մասն է եւ ընտրությունը ու նաեւ ավելանան մարդիկ, որոնք եւս բացահայտվում են մեզ համար արշավների օգնությամբ եւ ընկերները եւ տեղացիները։ Հայաստանի ազգային այդ ճանապարհը, որը ստեղծվելու է արահետը, ինչպես եղավ գաղափարը համախմբելու մի քանի մարզ մեկ արահետում։ Գաղափարը շատ երկար է եփվել եւ իրականում ինքը պետք է դառնալ Հայաստանի համար բրենդային մի արահետ, որովհետև այստեղ արդեն ոչ թե գործ ունենք առանձին արահետների համար, որոնք այսպես կարևորում են որևէ բնության պահպանվող տարածք կամ որևէ պատմամշակութային կառույց, այլ գործ ունենք ամբողջ Հայաստանը միջազգային այսպես թիրախում դնելու հետ։ Այդպիսով շատ երկար process-ներ են անցել, մինչև արահետի բուն կառուցումն է սկսել 2023 թվականին,
իրականում արայտաշինությունը բավականին լուրջ ոլորտ է, այստեղ հողի հետ աշխատանք կա, այստեղ աշխատանք կա տեղացիների հետ մարդկանց ծանոթացնելու, թե ինչի է օրինակ օտար մարդը գալիս եւ քայլում իրենց գյուղերով, իրենց տարածքներով, հա, մշակութային կարելի է ասել մշակույթ փոխելու նաեւ աշխատանք է։ Բայց դրանից զատ արահետը մշակելիս տեղի ունենում քարտեզագրում, տեղի է ունենում տարբեր ճանապարհների ուսումնասիրություն, որպեսզի ընտրվեն ամենամատչելիները, ամենահետաքրքիրները, տեսարժան վայրերով ամենահագեցածները, եւ այս աշխատանքը մոտ 2 տարի իրականացվել է մինչեւ որ եւ ընթացս, հա, այսինքն ինքը տեղի է ունենում, այսինքն մենք օրինակ Լոռին Տավուշը ավարտել ենք արդեն Հայաստանի ազգային արահետ նախագծի կառուցումը ավարտվել է, բայց այս փուլում աշխատում ենք Վայոց ձորի վրա, դեռ ուսումնասիրում ենք ճանապարհները Սյունիքի, այսինքն աշխատանքը անընդհատ է ընթանում, եւ սա կարեւոր է, որպեսզի ամենաանվտանգ, ինչպես ասացի, բայց նաեւ ամենահետաքրքիր, այսպես ուղիները ընտրվեն, եւ գուցե նաեւ դրա միջոցով է, որ արահետը դեռ ամբողջությամբ ոչ պատրաստ չլինելով, հենց վերջերս իմացանք, որ մենք այս պահին առաջադրված ենք համաշխարհային արահետների ցանցի մրցանակաբաշխությանը արվեստ եւ մշակույթ անվանակարգում գլխավոր մրցանակի, որովհետեւ իսկապես ամեն արահետ ընտրվում է ներկայացնելու Հայաստանի որևէ մշակութային գոհար կամ ավանդույթ, հա, ավանդական գյուղական, այդպես։ Հրաշալի, բայց մենք դրանով նպաստում ենք նաև ակտիվություն, ինչպես նաև նշեց Մանեն տնտեսության առումով, հա, որ բավականին մեծ ակտիվություն կլինի։ Արդյոք մեր պայմանները ներում են նույն մարզերում, նույն համայնքներում, գյուղերում, բնակիչների մոտեցումը, նաև դուք նշեցիք, որ մարդիկ խորհուրդ է նրանց, որ անծանոթ մարդիկ գուցե գան ու քայլեն։ Հանկարծ տենց պայտակ շատ չբարկանան դրա։ Չնայած որ շատ հյուրընկալ ենք, բայց դե։ Այո, այո։ Արտերով քայլելը բերքին վնասելը դա լուրջ խնդիր Իհարկե կարող է բախել։ Իրականում հրաշալի հարց եք տալիս, Ռուբեն, հարցի պատասխանն է այո եւ ոչ։ Այո, որովհետեւ եթե մենք նեղ մտածելու լինենք, իսկապես չենք զարգանա եւ չենք ունենա այդ հնարավորությունը այդքան բազմազան մեր երկիրը ցույց տալու մարդկանց իր ամբողջ գույներով ներկա բնակով, այո, որովհետև չկա Հայաստանում դեռ այդ ենթակառուցվածքը ու մենք վերցրել ենք այդ պատասխանատվությունը այն ստեղծելու, ուրեմն պիտի բախվենք դժվարությունների։ Չունենք, որովհետև իսկապես դժվար է, այսինքն այդ հնարավորությունները դեռ չկան ու մենք ստեղծում ենք, որովհետև սա իսկապես երբեմն հոգեբանական աշխատանք է մարդկանց հետ, հա, այսինքն համոզելու, որ գիտեք, դուք եթե ինչ որ չափով ռիսկի գնաք եւ բացեք այդ հյուրատունը, ստեղծեք այդ պայմանը, երկարաժամկետ դուք շահելու եք, հա, օրինակ կարճ ժամկետում իրենք որպես կանոն չեն տեսնում այդ հաջողությունը, որովհետև շատ երկար ժամանակ նաև գյուղերը, համայնքները չեն արժանացել այն ուշադրությանը, որ իրենք որ իսկապես արժանի են, այսինքն միշտ ավելի այսպես ստվերում են եղել քաղաքի, բայց երբ որ աշխատում ես, երբ որ ճանաչում ես, երբ որ մարդիկ հասկանում են, որ պետք է վստահեն, որովհետև դու չես եկել 1-2 օրով, այլ երկարաժամկետ պլանավորում ես աշխատել իրենց հետ, այդտեղ արդեն ձեռքաբերվում են վստահությունը, որը հետագայում հիմք է դառնում համագործակցության եւ մեկ կայացած օրինակի շնորհիվ, եթե տեղում մեկը կայանում է եւ մեկի մոտ հաջողություն է գրանցվում, արդեն մյուս մարդիկ եւս ցանկանում են մաս կազմել այդ զարգացման, իրենք եւս հույս են ունենում կամ տեսնում են, թե ինչ պոտենցիալ կա տեղանքում եւ ցավոք սրտի Հայաստանում շատ հնարավորություններ կան, որ դեռ իրացված չեն։ Ինչ որ չափով ցավոք սրտի, ինչ որ չափով նաև ուրախություն մեզ, որովհետև զբոսաշրջիկների համար սա նաև նշանակում է, որ Հայաստանը դեռ շատ վայրի է ու հետաքրքիր, այսինքն նույն արահետները դեռ գերզ զբաղված չեն։ Եվրոպայում երբ որ գնում ես քայլելու արահետով, կան արահետներ, որ պետք է պլանավորես նախապես, որովհետև գերզ զբաղված է երբեմն բազմաթիվ արշավորդներ կան։ Իսկ մենք ո՞նց կարող ենք այդ ամենը հետևել կամ տեսնել, թե որ կողմով պետք է գնալ, գալ։ Նշեցիք Լոռին եւ Տավուշը ավարտված են արդեն աշխատանքները։ 322 կիլոմետր շուրջ 1000 կիլոմետրից արդեն պատրաստ է, այս տարի եւս 100-ը պատրաստ կլինի Վայոց ձորում։ Մենք ունենք եւ ստեղծել ենք հրաշալի գործիք, որը թույլ է տալիս ցանկացած մարդու նախապես պլանավորել իրենց արշավը եւ երթուղին, դա armeniannationaltrail.org կայքն է, Հայաստանի ազգային արահետի պաշտոնական կայքը, որտեղ գյուղ առ գյուղ, համայնք առ համայնք, մարզ առ մարզ ամբողջ ինֆորմացիան
արդեն հասանելի է Լոռու Տավուշի մասով եւ հասանելի կլինի նաեւ մյուս 3 մարզերի մասով։ Սա նշանակում է, որ մարդը մտնելով կարող է դերակատվություն ստանալ թե գյուղի պատմական կոթողների մասին, թե ինչպես է անցնում երթուղին, նայելով քարտեզը, ներբեռնելով քարտեզը, կամ հենց մեր Հայկ Արմինյայի հավելվածի միջոցով պահպանելով քարտեզը եւ հետո քայլելով կարող են ինֆորմացիա ստանալ որտեղ մնալ, ինչ ուտել, ընդ որում այս ինչ ուտելը եւս մենք ահագին աշխատանք ենք տարել մարդկանց համոզելու, որ իրենք պատրաստ են տեղում ավանդական հայկական ուտեստներ եւ ոչ թե ամեն տեղամասը իր էլի։ Այո, եւ սա եւս կարելի է ասել փաստագրական աշխատանք է, որովհետեւ երբեմն իրենք էլ մոռացած են լինում գնալ, շփվել տատիկների հետ, իմանալ ինչ են նախկինում պատրաստել, ինչու դա արժեք ունի օտարերկրացու համար, հա, ինչու օրինակ օտարերկրացին բույսերով պատրաստված մեր ավանդական, չգիտեմ, մանդակ կամ ինչ որ տարբեր կանաչեղեն կարա ավելի իր համար կարևոր կամ արժեքավոր լինի, քան նույն խորովածը ենթադրենք, հա։ Այսպես փորձում ենք թե պահպանել մեր ավանդականը եւ թե մարդկանց ծանոթացնել մեր մշակութային արժեքների հետ։ Հիանալի հնարավորություն առաջիկայում պլանավորելու արշավ, որովհետև եթե դուք նույնիսկ պրոֆեսիոնալ արշավական չեք, միևնույն է այս արահետները ձեզ կօգնեն բացահայտելու Հայաստանի թաքնված կողմը, անգամ եթե դուք բնակվում եք օրինակ Լոռու մարզի մեկ այլ համայնքում, գուցե արշավի օգնությամբ բացահայտեք ձեր մարզը ու նոր գաղափարներով արդեն որոշեք զարգացնել համայնքն ու մարզը։ Շնորհակալ ենք Շահանե, Այժակ։ բավականին մեծ աշխատանք եք անում ձեր մեծ թիմի շնորհիվ իհարկե, մենք հաջողություն ենք ձեզ մաղթում, որպեսզի մնացած կիլոմետրները նույնպես շատ կարճ ժամանակահատվածում հաջողության հասնեք եւ նաեւ մրցանակաբաշխության առումով նույնպես ակնկալիքներ ունենք, որպեսզի մրցանակով վերադառնաք։ Մենք մեր տաղավարում կհանդիպենք նաև այդ առիթով, վստահ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ մենք ձեզ սիրելիներս այո կոչ ենք անում, որպեսզի մենք ինքներս սկսենք ամենայն դեպս մեր երկիրը ճանաչել Հայաստանի ազգային արահետի նաև շնորհիվ, որովհետև մեզ թվում է, որ մենք գիտենք։ Եվ բացի այդ էլ, երբ որ մենք ճանաչենք արդեն մեր ընկերներին, մեր օտար երկրյա բարեկամներին, զբոսաշրջիկներին այդ նույն արահետով մեր ֆանտաստիկ ճգնախ Հայաստանը կարող ենք ցույց տալ բնակիչներից սկսած տեղամասերով եւ մշակութային կոթողներով վերջացած։ Շատ շնորհակալություն ձեզ, լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Սիրով նմանապես։ Իսկ մենք շարժվենք առաջ։ Սիրով։